հեռու մոտիկ ընկերներին, աշխարհներին, արևներին, հրանման հոգիներին, բոլոր նրանց, ում որ հոգին վառվում է վառ, բոլոր նրանց հոգիներին արևավառ, կյանքի, մահի այս ամեհի աղջամուղջում ողջակիզվող հոգիներին ողջույն, ողջույն։ Այսօրվա մեր նյութը պիտի բավական դարձակ եւ երևի շատերուն հետաքրքրող։ Խոսքը Կարապետ անվան մասին է, որում է նաեւ Գարբիսը։ Հետո պիտի խոսենք քիչ մն Կարպետ բարի մասին։ Ապա նաեւ Կարասի եւ այս բոլորի հարաբերության մասին խաչի հետ, խաչի խորհրդի հետ։ Կարապետին մասնագիտորեն անդրադարձել ենք Վահագնին նվիրված մեր ելույթին ընթացքին։ Այսօր կփորձենք մանրամասներուն դերակ բայրցս։ Կարապետ անվան մեջ կան 3 արմատական բառեր։ Առաջինը կարն է, դիեզերանալ իմաստով, երկրորդը ապն է, վեր իմաստով, իսկ երրորդը պետն է, որ ցույց կտա Կարապետի դիեզերանալի պետը ըլլալ։ Ասոնց մեզ այդ գիտենք, որ Կարապը թրջունի դեսն ունի, որ թե երկին կրնա թրիլ և թե կրնա շուրերու վրա նստիլ ու սահիլ։ Այս թրջունին օրնակով կարելի է ենթադրել, որ հրեշտակներու դիեզերանավերը կրնային երկրային շուրերու վրա հանգրվանած ըլլալ։ Կարասը ինչ կապ ունի դիեզերանավի հետ, պիտի ասեք հիմա։ Ուրեմն բառը ինքը ցույց կտա, որ ասերու կարը, ասերու դիեզերանավը եղած է կարասը։ Այսինքն կարասը որպես կավե համան կառուցված է ասերու կամ Աստծո որդիներու դիեզերանավի պատկերով։ Հիմա, եթե մենք կարասը, որում մենք սպիրկահայերս կամ արևմտահայերս քյուբ կսենք, որում մեջ բանիր գտնեն, որում մեջ տտու գտնեն եւ այլն ծմերվա պաշա։ Այդ կարասը, եթե մենք շուր դանք գլխի վայր, այսինքն Պերանի կողմը ներքևը լա, ուրեմն այդ Պերանի կողմը կնմանի ուղղակիորեն դիեզերանավի կամ հրթիրի ներքևի մասին, որտեղ են գրակ կելել է, այսինքն այն գրակը, որով ինքը կթրի վերև բարձրանա, այդ գրակի խորոչը կլա կամ Պերանը կլա ինքը ուղղակիորեն։ Հիմա խնդիրը այն է, որ մեր ֆանտազիան, մեր պատկերացումը մենք չենք կրնա որևէ ձևով ապացուցել, այսինքն բառը ինքը կխոսի մեզի հետ եւ կսե որ ասիկա դիեզերանային պատկեր ունի, բայց ապացույցներ պետք են։ Բարեբախտաբար Ալիշանի մոտ կտանք այսպիսի ապացույցման։ Մեր Գիլիգյան թագավորության ժամանակաշրջանին հետուն թագավորը ուրեմն կամ անոր գրակիրը ասենք Վահրամ Վարդապետը, որ գրած է հարց ու պատասխանի ձևով այսպես գիրքմա, այդտեղ այսպիսի բանը գրե։ Հետզյալի գարած քաչերու մասին է խոսքը, քաչկերը իբր թե երևակայական էակներ են եւ այլն, ամենայնտեղս այսպիսի տվյալը կհաստատի, որ ասոնք երևակայական էակներ չեն։ Ուրեմն քաչկերը
Հետզյալի կարաս երթանի ճանապար հերի եւ վերա ջրոց կալյալ մաղվագի օտար աշխար ելանեն քաչած սեղանս տնեն եւի նոցանե բանս լսեն եւ առնեն հիմա թարգմանենք բացատրելով հանդերձ քաչերը քաչքերը կարաս նստելով գսե հեծնելով երթային երկար ճանապարհ եւ ջուրերու վրայեն անցնելով անմիջապես կհասնեին շատ հեռու երկիրներ եւ այնտեղ քաչերու սեղաններ կտրվեն այսին քաչերու արջև սեղաններ կտրվեն եւ անոնց մեկ լսեին իմաստուն բաներ խոսքեր հիմա աջարը բանը Ղևոն Թալիշյանը որ ասի ծրել է արդեն ցույց կտա որ կարասը ուղղակիորեն այդ դեզերանավ կամ առնվազն օթանավի մատկերով բամ եղած է այնպես որ մեր ֆանտազիան մեր երևակայությունը իզուր դեղ չէ կործած բարի արմատական վերլուծության մեկնաբանությամբ հիմա չորրորդ խորհուրդն ալնի Ղարաբաղը եւ Ղարաբեդը երկնքի համաստեղությունները մեկը ասինք որ Ղարաբ համաստեղությունն է Վահագնի մասին խոսելով ուրեմն մենք ներկայացինք որ Վահագնը Մշո Սուլտան Սուրբ Ղարաբեդը եղած է այսինքն Վահագնի տաճարի հիմքի վրա Գրիգոր Լուսավորիչը ժամանակին կառուցել է Մշո Սուլտան Սուրբ Ղարաբեդը սա պատահականություն չի եղած երբևիցե ինչու որովհետև նույն անձին կներկայացնե Մշո Սուլտան Սուրբ Ղարաբեդը ինչ կապ ունի այս համաստեղությունը Ղարաբի եւ անկեղ հրեշտակներուն հետ բարեբախտաբար հայկական հնագույն աստագիտական տվյալներով այսօրվա Ղարաբ կոչվող համաստեղությունը նախապես կոչվել է անգ համաստեղություն սա ցույց կտա որ անգեղ հրեշտակները եկել են Ձիրգատնի ծայրամասի հյուսիս արևելյան կողմը գտնվող Ձիրգատնի հյուսիս արևելյան ծայրամասին վրա գտնվող անգ կամ Ղարաբ համաստեղություն են եւ այդ համաստեղության պատկերը եթե դուք նայեք երկինք եւ տեսնեք որ այդ համաստեղությունը կտեսնեք որ ուղղակիորեն հայկական խաչի պատկերը ունի եւ խաչի խորհուրդը եկած է այդ համաստեղության պատկերեն այդ համաստեղությունը կոչվի նաեւ Ղարաբեն բացի կոչվի նաեւ հյուսային կիսագնդի խաչ համաստեղություն ճիշտ այդ պատկերը խաչի պատկերը ունենալու համար այդ խաչն է որ գտնվի մեր եկեղեցիներու կմպետներուն վրա ոչ թե հավասարաթև խաչը մենք ունենք իհարկե օգտագործվի տարբեր տեղերում վրա բայց ունի տարբեր խորհուրդ հիմա սա ցույց կտա որ անկեղ հրեշտակները ասինք եկած են Ձիրգատնի հյուսիս արևելյան ծայրամասին վրա գտնվող անկը կամ Ղարաբ համաստեղություն են իհարկե մարդկության համար դա գավին անհավատալի բան մը գտվա ըլլալ այդպիսի հերավոր համաստեղություն են որևէ մեկուն հասնել է արեգակնային համագարկ ու իջևանել է երկիր մոլորակի վրա մենք ունենք երևույթի հետևյալ բացատրությունը հրեշտակները միջանկյալ հաստատուն գայաններ կառուցած են այսինքն տարբեր համաստեղություններու միջև կապը հաստատելու համար կառուցել են տարբեր գայաններ միջանկյալ գայաններ եւ այդ համաստեղություններուն ասենք
պատկանող մոլորակներում վրա կառուցել են կայանները։ Այդ մոլորակները որպես ճամփորդական միջոց օգտագործել են հասնելու համար իրենց ուզած տեղերը։ Այդպիսի մոլորակ մի եղած է արեգակնային համագարկին պատկանող Նիբիրու կոչված մոլորակը, որ 3600 տարվան մեջ կշրջակայի արևի շուրջ մի անգամ և 3600 տարին մեկ կմոտենա երկիր մոլորակի սահմաններուն։ Հնակոյն աստագիրության մեջ այս մոլորակի բդույթն է, որ շար կոչված է, կամ սար, կամ սարոս լատիներեն հունարեն, և շարը 3600 տարվա ժամանակահատվածը կներկայացնի ինքնիրմե։ Նիբիրուն իր հաղթացել ձիրին մեջ երկիրեն հերանալով կհասնի իր ձիրի մյուս ծայրամասին, որ կգտնվի հյուսային թևերի համասեղության մոդերը։ Նիբիրուի վրա կառուցված դիեզերակայանն այլ մոլորակայիններու դիեզերանավերը կրնան թռել ու հասնել երկիր և Նիբիրուն կմոտնա երկրապնդին։ Այսինքն այդքան շատ վառելիք չեն մատներ իրենք հասնելու համար երկիր մոլորակին։ Նիբիրուի վրա են անմիջապես կթռին երկիր մոլորակի վրա, իրենց դիեզերանալով։ Ու այնտեղ կրնան վերադառնալ մյուս, ուրեմն Նիբիրուի մյուս ծայրամասային սահմաններում, որտեղ կգտնվի հյուսային թևերին պատկանող որևէ այլ մոլորակ։ Այսինքն Նիբիրուի միջոցով անոնք կրնան երկիրեր հյուսային թևեր դանել որևէ բան կամ այնտեղ երկիր հասնել որևէ այլ բան 3600 տարվա ընթացքին։ Արեգակնային համագարկն ունի նաև վերջին մոլորակը, որ Նիբիրուեն ավելի հեռուները գերտա, և աստղաֆիզիկոսները անոր մոլորակ չեն գոչեն, այլ կիսասխ գոչեն։ Իսկ ըստ մեզ դադիգա կիսասխը չէ բարձրապես, այլ ուղղակիորեն արեգակնային թռության վերջին մոլորակն է, և որ կհասնի անոր ձիրը կհասնի մինչև խաչին, այսինքն հյուսային կիսագունդի խաչը ներկայացնող համաստեղության, այլապես կարապ կամ անգ համաստեղության։ Եվ ժամանակը իհարկե մենք առայժմ չենք գիտել, քանի տարվա մեջ կհասնեն, գերտանգուկան, ամենայն դեպս այս մեր ելույթով կուզենք հիշեցնել, որ այդպիսի երևույթ մնալու է։ Հիմա անդրադառնանք ևս մեկ բառի, որ անմիջապես կապ ունի այս կարասի, կարապի և այլնի հետ։ Ուրեմն մենք երբ որ խոսեցանք 3600 տարվա թռիչքի և ավելի թռիչքներու մասին, իհարկե, ոչ թե այդ ընթացքին մարդիկ այդ դիեզերա այլ մոլորակայինները, ասենք, ոչ թե սերունդներ կփոխեին այդ ընթացքին, այլ անոնք դիեզերական չափանիշներով կապրեին և կապրին, այսինքն շատ երկար տարիներ կապրին, մարդկային չափանիշներեն երևի հարյուրապատիկ, նույնիսկ հազարապատիկ ավելի երկար կապրին, հատորապես զարմանալ պետք չէ, որովհետև անոնց մասին մեզի հասած տեղեկությունները սումերական արքայացանկի մեջ, նաև խորենացի մոտ այդպիսի տող, որտեղ խոսի Աովրոսի մասին, որ 36,000 տարի իշխեր է երկիր մոլորակի վրա, 36,000 տարի իշխեր է
Ատկե առաջ ինչքան ապրել է, հետո ինչքան ապրել է, այդ մասին չկա քրություն։ Իշխելու համար բիդի մարդը ճապահաս դառնա, ճապահաս լնա։ Ուրեմն ահագին ժամանակ, երկար ժամանակ, այսինքն 36,000-ին վրա պիտի գումարվի առնվազն 20,000 մնալ, որովհետեւ այդ մարդու տարիքը մոտավորապես կարողանանք իմանալ։ Ամենատեղս այդ մարդիկ եղած են շատ երկար ապրող, շատ երկար, մեր չափանիշներու նման չեն, Սուրբ Գիրքի մեջ կան, ասենք 969 տարի ապրած մարդկանց մասին խոսք կա, որոնք հողածին մարդիկ եղած են, իսկ Սուրբ Գիրքի մեջ չրեղեն հետո ասած կսե որ ասկե հետո կթույլատրեմ միս ուդելու, բայց կսե 120 տարի պիտի ապրիք ընդամենը ոչ թե այդքան երկար ինչքան առաջ կապրեիք։ Այնպես որ հանգամանքներ կան, որոնք մարդու կյանքը կարժեցած են եւ ադոր մասին մտածելը իհարկե շատ կարեւոր է, որովհետեւ մարդ արարածը երկար ապրելով կարողանա քեր իմաստուն լալ եւ մեծ սխալներ չկործե իր կյանքի կարճ ընթացքին։ Ասկեզად ուրեմն մենք պիտի անդրադառնանք նաև կարպետ փարին։ Կարպետ փարի մեջ դրված է շատ հետաքրքիր բան։ Կարպետ կոչված են հին ժամանակներու Եգիպտոսի վարպետները, որոնք ճարտարապետներ էին եւ այդ կարպետները կներկայացնեն ճարտարապետական տախտակներ, այսինքն մեր պապերու գործած կարպետները իրականության մեջ ոչ թե անհեթեթ անիմաստ գծակություններ են, որոնք պարզապես նախշեր են կամ զարդարանքներ են, որոնք ոչ մեկ բան չեն ասել ընդհանրակը անոնք եղած են այն ճարտարապետական տախտակները, տախտակ ասելով ասենք աույսակ ասենք արևմտահայերենով մենք աույսակ ասենք այդ բառին, ասենք ծափանության, բազմավատության աույսակ կամ մենդելերյան քիմիական աույսակ, այդպիսի աույսակ մնե մեր կարպետ կոչված հյուսվածեղենը, որում մեջ տրված են որոշակի ճարտարապետական ֆորմուլաներ եւ խորհուրդներ, ըստ որոնց նաեւ մեր հին հայրերը հին ժամանակներում կարողացել են այդպիսի հարուստ եւ դոկուն շինություններ կառուցել։ Այս մասին իհարկե մենք կարող ենք առանձին խոսել ներկայացնելով նաև որոշակի պատկերներ կարպետներու բացառությամբ։ Մենք հայերենի մեջ ունենք արտահայտությունը կահկարասի գսենք։ Աս ինչ կհասկանանք դունին մեջի մոբիլյան, այսպես ասած, չէ, կահույքը եւ այլն։ Բայց իրականության մեջ քանի որ անդրադարձանք կարապի կարին, կարասի կարին, այսինքն դեզերանավերուն եւ այլն, կարասիի մեջ կահկարասիի մեջ այդպիսի խորհուրդ մգա։ Կարասը մենք բացատրեցինք արդեն, թե դեզերանավ կնշանակի ասերու, այսինքն աստծո սերներու կամ որդիներու դեզերանավ կնշանակի։ Կարասին իրականության մեջ այսօր մենք կհասկանանք արաբերեն լեզվով կհասկանանք աթոռ։ Փաստորեն կարասին դեզերակնածներու աթոռը պիտի հլա։ Ին այնտեղ աթոռի խորհուրդը ունի, ին իտարը վերջի կարասի։ Այսինքն ասերու նավի, դեզերանավի
մեջ կտրված իր մնե ին այդ իրը հետո հասկացել եմ որպես աթոռ ինչն ենք ժամանակի ընթացքին բարերը այսպես կրկատվել են եւ աղավաղվել են իմաստափոխվել են համենայնպես հիմա դեսնենք թե կարասին եթե դեզերանավի աթոռը այն բզդիկ ծալովի աթոռն է ասենք թե կահը ինչ է պիտի իմանանք կահը եթե մենք հայերենի մեջ իհարկե հայերեն որպես արմատ բառ բացատրությունը չունենք չպարտաբար Ador համար ստիպված ենք թիմելու մեզի մոդիկ կամ հերու լեզուներում որոնք պահպանած են այդ արմատ բառի իմաստը եւ մեզի ամենամոտ լեզուն անգլերենն է այսօրվա դրությամբ ինչու որովհետեւ անգլիացիները անգլիացիները այսինքն անգլիական ներկայացուցիչներն են եւ որոշ չափով պահպանված են այդ լեզվի մեջ այն արմատ բառերը որոնք հայերենի մեջ առանցին կոդալություն չունեն իսկ իրենց մոտ ունեն արևտախ հիմա դա դարաշրջան օրենք այդ օրենքը գիրառելով միայն կրնանք հասկանալ որ գահը անգլերենի մեջ իհարկե թագավորական գահի մասին չէ խոսքը կենով է սա քիմով չէ գահը անգլերենի մեջ կդարաշրջվի cab C-A-B բառի որը երևի շատերուց ծանոթ բառ է cabinet եւ այլն որը արմատը կապն է ուրեմն գահը ինքը կապ կնշանակի կապը կաբինետը իրականության մեջ ասենք մեծ տունի մեջը առանցին սենյակ մը կներկայացնի ինքնին այսինքն գրասենյակը կամ այսօր գրասենյակ իմաստով կօգտագործվի ամենայնպես ալի եղած է ռուսերեն գսեն Aztec գսեն այսինքն նավի մեջ կամ բաժանմունքներ որպես բաժանմունք կներկայացվի գահը ինքը քեբը ինքը բաժանմունքն է այսինքն մեծ ամբողջության մեջ առանձնացված սենյակն է վերջին հաշվով ուրեմն գահ կարասին իրականության մեջ կաբինետային կարասի կնշանակի այսինքն կաբինետային այսօրվա իմաստով եթե ընդունենք գրասենյակ կաբինետը չէ ուրեմն գրասենյակային կարասի աթոռ սեղան եւ այլն կնշանակի կարասին ոչ թե բարձրապես աթոռ կամ կահույք ընդհանուր առմամբ այնպես որ նոր մոդելություն նոր բացահայտումներ կարող են կնել այս ծրով մեր լեզվի արմատներում մեջ եւ ավելի ճիշտ հասկանալ մեր բաբերու կրությունները իհարկե եթե պահպանված են հրապար լեզվով շնորհակալություն